Զենան բացեք ձեր սուրբ գրքերը եւ մենք միասին անցնենք Տիրոջ խոսքի։ Я хочу, чтобы вы открыли ваше Писание, Библии, и мы перейдем к Божьему Слову. Իմ այսօրվա падգամի վերնագիրն է։ И тема моей проповеди. Իմիջալոց ուզում եմ ողջունել նրանց, ովքեր առաջի անգամ այստեղ են։ И прежде я хотел поприветствовать тех, кто сегодня здесь первый Ես раз. գիտեմ, որ Արմեն եղբոր կինն այստեղ իր հետ։ Я знаю нашего брата Армена, жена Մենք сегодня այս здесь вместе с վերջերում ним. իրենց տունն էինք եւ ծանոթացանք նրա կնոջ հետ միաժամանակ։ И мы недавно познакомились с его женой, мы были у них Շատ дома. հյուրասեր ընտանիք եք Տեր օրհնի ձեզ։ Вы очень гостеприимная семья, пускай вас Եվ Бог ես տեսա благословит. մի կնոջ, որ ազգությամբ կարծեմ ռուս էր, И я видел женщину, Айо, которая рус. по нации русская, բայց но այնքան հայկական ավանդական մտածելակերպով ես այդպիսի ռուս մարդ չէի с տեսել։ таким традиционным армянским мышлением. Я не видел таких русских. Սիրելի քույր, բարի գալուստ Աստծո։ Возлюбленная церковь, добро пожаловать в Божий дом. Սիրելի քույր, Возлюбленная сестра, да. Աստված օրհնի ձեզ։ Возлюбленная сестра, добро пожаловать в Божий дом. Пускай вас Бог благословит. Կարծում եմ սա ջերմ ողջուներ էր քեզ։ Мне кажется, это были очень Ուզում позывные եմ приветствия. ողջունել մի անձնավորության էլ այստեղ։ И хочу поприветствовать еще одного человека Ինքը здесь. իհարկե հավատքի մեջ նոր չի, Он, конечно, не новичок в բայց вере, մեր ճանապարհը շատ երկար ա եղել, մենք մոտ 30 տարի ճանաչում ենք իրեն։ но мы где-то на протяжении 30 лет друг друга уже Դա знаем. իմ շատ սիրելի եղբայր Արտյոմի մաման Սվետա քույրիկն է, Это мать моего брата Артема, это сестра Света. եւ ես չեմ մոռանալ լավ ժամանակները Սվետա քույրիկ, որ մենք անցել ենք միասին։ И я не забуду те времена хорошие, которые мы вместе проходили. Անկեղծ պետքա խոստովանել։ И я должен искренне исповедовать. Մենք այնքան մոտ ենք եղել, Мы որ были настолько близки, что Գոքորի վերնաշապիկով ես նշանդրեք եմ գնացել։ Ես հիշում եմ իմ նշանդրեքի ժամանակ ես այդքան լավ հագուշ չունեի и у меня, когда я был на помолвке, не было хорошей одежды. եւ Գոքորը Սվետա քրոջ տղան տվեց իր վերնաշորը եւ Սին իմ նշանդրեկը Սվետը մինչեւ հիմա հիշում եմ այս ստայաշի վարատնիկով дал свою одежду, чтобы я пошел на свою գիտեք помолвку. մի քիչ ձեզ համար կարող է շատ տավտալոգիա լինի բայց իմ սրտի մեջ դա խորը հետ քաթող է И в моем сердце это оставило большой отпечаток. որ մենք պիտի գնահատենք Мы должны ценить այն մարդկանց ում հետ ճանապարհ ենք անցել եւ նրանք բարբերաբար քո վրա անգամ այդ վերնաշապիկի ազդեցությունն են թողել люди, с которыми мы прошли что-то, и даже вот они что-то, какую-то одежду тебе Գիտեք отдали. մենք հայրս հենց ասացված մեծ բան չի արել И мы можем сказать, он не сделал что-то большого. Կարծում եմ քրիստոնյան մեկ այլ մտածելակերպ пիտի ունենա Но у христианина должно быть другое Փոքր мышление. բաների դեպքում էլ пիտի ասի սա ինձ համար շատ մեծ բան է Даже в мелочах мы должны говорить, что это для нас Տեր что-то օրհնի большое. Սվետ Քուրջան Աստված И օրհնի пускай շատ Бог тебя ուրախ եմ քեզ благословит, տեսնել дорогая այստեղ сестра, я очень рад тебя видеть. Տեսնում ես հարցդ ոնց է ձեր բարձրացնում Եվ այսպիսով իմ падգամից վերնագիրն է Итак, тема моей проповеди. Ես իհարկե վերնագրել եմ Աստծո թագավորության օրենքներն ու սկզբունքները Я назвал законы и принципы Царства Божьего. Եվ իհարկե երբ որ ես այս վերնագիրը դրեցի մտածեցի մի անգամից որ մարդիկ պիտի մի անգամից գնան այն բանին թե ինչ է Աստծո И когда я թագավորությունը назвал мою проповедь так, я подумал, что люди сразу пойдут, вот, думая, что Божье Царство, законы, принципы. Դուք շատ ճիշտ եք անում որ հիշում եք թե ինչ է Աստծո թագավորությունը Вы очень правильно делаете, что вспоминаете, что значит Царство Բայց Божье. ես խոսելու եմ ինչ կա այդ թագավորության մեջ Но я буду говорить, что Մենք есть в этом ինչպես պիտի Царстве. վարվենք այդ թագավորության մեջ Как мы должны себя вести в этом Գիտեք Царстве. որպեսզի ձեզ ավելի པարզ լինի թույլ տվեք այս օրինակով И սկսեմ чтобы вам было более ясно, позвольте с таким примером Ամեն начать. երկիր եւ ամեն թագավորություն ունի իր օրենքը Каждое государство и царство имеет свои законы. Ասեցինք ամեն Мы сказали Եվ аминь. անկախ նրանից ինչ նախասիրության եւ պատկերացումների տեր մարդիկ ենք И մենք, вне зависимости, каким мышлением мы обладаем, նպատակներ ունենք какие մենք, у нас цели, պետք է հասկանանք, որ հայտնվելով մեկ այլ պետության կամ թագավորության մեջ, мы должны понимать, что если мы находимся в каком-то государстве, եւ որպեսզի կարողանանք ապրել այդ թագավորության կամ այդ պետության и մեջ, чтобы мы могли жить в этом государстве, մի или քանի царстве, կարևոր բան կա, որ մենք պիտի անենք։ есть несколько важных вещей, которые мы Համար должны առաջինը делать. Номер один. լավ իմանանք այդ երկրի օրենքը։ Хорошо знать законы этого Համար государства. երկրորդը Второе. հարգենք այդ երկրի օրենքը։ Уважать законы этого Համար государства. երրորդը И третье. Պահենք այդ երկրի օրենքը, Соблюдать որպեսզի законы, կարողանանք ապրել այդ երկրի чтобы мы մեջ։ могли жить в этом Գիտեք, государстве. ես պատահական չեմ այս օրինակը И վերցրել, не случайно я взял этот пример. որովհետև մենք հայերս շատ լավ հասկանում ենք։ Мы, армяне, хорошо понимаем. Ես շատ եմ լսել մեր ազգի, ինչի՞ս է պետք է
ես ազգի паспорта ունենամ։ И я часто слышу, что многие говорят, почему я должен иметь паспорт этой нации? Հիմա ես տեսնում եմ այդ ձևի մարդկանց ոնց են Սախարովայից տուն գալիս գիշերու И ցերեկ։ я вижу, как эти люди от Сахарова, с этого пункта, приходят Ձեր ночью, днем բարձրացնեն домой. Սախարովը բարի մացող մարդիկ։ Кто знает, что значит Сахарова? Սա շատ հետաքրքիր է։ Ես հիշում եմ մարդիկ ախ մենք հայեր ենք, մենք հայել պիտի բարձր խոսենք։ И я помню, люди говорили, мы армяне, мы Հետո должны, как տեսել армяне, ենք громко թե говорить. ոնց են հարևաններով բողոքներ գրել այդ մարդկանց իրենց տներից И անել։ многие жаловались соседи на них. Գիտեք մենք մեր մենտալիտետով ենք այդպիսին։ И мы, у нас такой Մենք менталитет. շատ դժվար ենք ադապտացվում ուրիշ երկրի օրենքների Мы մեջ։ тяжело адаптируемся к законам Բայց чужого մենք լավ государства, հասկանում ենք но мы արդեն։ хорошо понимаем уже. Մինչև այդ երկրի օրենքը չհարգենք, այդ երկրում ոչ մի հաջողության չենք հասնելու։ Если мы не будем уважать законы этого государства, Գիտեք, мы не достигнем успеха Եվ там. սա խորհուրդ ունի ասածս։ И у меня есть определенный Եվ смысл в մենք моем էլ сказанном. ծնվելով Աստծո հոգուց И мы, рожденные от Божьего Духа, հայտնվեցինք Աստծո թակավորության մեջ։ мы вступили в Божье Царство. Մտանք Աստծո թակավորության Мы մեջ։ зашли в Божье Царство. Ինչպես Հովանես Ավետարանի 3-րդ գլխի 5-րդ խոսքն է ասում. И как говорит Евангелие от Иоанна, 5 глава, Եթե мեկը ջրից եւ հոգուց 3 չծնվի, глава, если кто не родится от воды и духа, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ он не может войти в Божье Եվ Царство. պիտի ասենք փառք И Աստծուն, мы должны сказать слава որ մենք Богу, վերստին ծնվեցինք что мы рождены свыше Տեր Հիսուսից, от Господа նրա Иисуса, Սուրբ հոգուց, от Его Духа եւ մենք Святого. մտանք նրա արքայության И մեջ։ мы вошли в Его Եվ Царство. ուշադիր ծերներս։ И внимательно. Բայց պետք է հասկանանք, Но мы должны понимать, որ այդ արքայության մեջ что в этом Царстве ապրելու կարգ կա։ есть правила. Ապրելու կարգ Есть կա։ правила жизни. Հետո ինչ որ մենք սովոր ենք եղել մեկ այլ ուրիշ ապրելակերպով։ Ну и что мы приучены жить в другими, Աստծո другим արքայության մեջ ապրելու формой. կարգ կա Есть սիրելիներս։ определенные правила, как жить Եվ в այդ Божьем կարգը Царстве. գրված է այստեղ։ И это написано в Библии. Այս կարգը թակավորության գրված է այստեղ։ И эти правила Царства Կրկնում եմ написаны նորից, здесь. դուք չեք կարող ձեր երկրի օրենքներով апրել այս երկրի մեջ։ Вы не можете законами вашего государства жить в этом Այդպես էլ государстве. դուք չեք կարող ձեր հին օրենքներով, ձեր ապրելակերպով ապրել Աստծո արքայության մեջ։ Также и вы вашим старым образом жизни или Դրա старыми համար правилами жить в Царстве Небесном. շատերը սիրելիներս շատ նեղություն են քաշում։ И поэтому многие терпят какие-то трудности. Տվայտվում են, տանջվում են, Մոչаются. չգիտեն։ Դու հասկանում ես, որ նրանք դեռ չեն կողմնորոշվել, Աստծո արքայության մեջ ապրեն, Ты թե понимаешь, ոչ։ что они еще не определились жить в Божьем Царстве. Բայց или нет. Երանի նրան, Но блаженны որ те, որոշել է, кто решил. գիտի, որ կա Աստծո Он արքայություն, знает, что есть Божье գիտի Царство. արքայության կարգը, Он знает законы Եվ этого այդ կարգով Божьего էլ Царства. ապրում է։ И живет. Հիմա ես խոսելու եմ երկրորդ օրինաց գրքից И я իրենից։ буду говорить из книги Второзакония. Կզարմանաք իհարկե, որովհետև միգուցե մենք նոր կտակարանից հիմա պիտի միանգամից օրինակ И, բերեինք, казалось бы, мы должны были приводить пример сразу из Нового բայց եկեք Завета. հիշենք, որ Տեր Հիսուսն էլ Մատթեոս ավետարանի 4-րդ գլխում խոսեց հենց երկրորդ օրինաց գրքից։ Но мы должны вспомнить, что сам Иисус в 4 главе Евангелия от Матфея говорил именно из Второзакония. Իհարկե ես հիմա հետաքրքիր եմ նրանց, ովքեր Աստվածաշունչ են կարդում։ Конечно, я буду сейчас интересен тем, кто читает Библию. Բայց այնուամենայնիվ Но тем не ես менее, միայն վերցնելու եմ օրինակներ երկրորդ օրինացից я возьму примеры только из եւ Второзакония. զուգահեռ ցույց եմ տալու, որ դա կարող է մեզ օգնել Աստծո արքայության մեջ ապրել։ И параллельно буду показывать, что это нам поможет жить в Божьем Եվ Царстве. այսպիսով, Итак, ինչպես ապրենք այդ արքայության как մեջ։ жить в этом Царстве? Երկրորդ օրինաց 11-րդ գլխի Второзаконие, 11 глава. ես իհարկե կներեք միգուցե ուտրիրիվից եմ անում, Простите, может быть, я буду утрировать. բայց այնուամենայնիվ միգուցե հոգնեցնում եմ քեզ։ Может быть, тебе тяжело меня уже слушать. Я- Մանավանդ որ հիմա պիտի ասեմ, կարդալու եմ շատ երկար Тем более, что я скажу, я буду очень долго եւ читать. կխնդրեմ, որ ուշադիր հետևեք ինձ։ И хочу, чтобы вы очень внимательно следовали за Երկրորդ мной. օրինաց 11-րդ գլխի 8-րդ խոսքից։ Второзаконие, 11 глава, с 8 стиха. Դավա ես կարդամ, հետո կզգամ հոգով։ Պետք է կարդած դուրսերեն թե չէ։ Ուրեմն պահեցեք այն բոլոր պատվիրանքները, որ այսօր ձեզ պատվիրում եմ, որպիսի զորանաք, մտնեք ժառանգեք եւ ուր որ գնում եք ժառանգելու համար, որ ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ Եհովան ձեր հայրերին երթում արավ, նրանց եւ նրանց սերունդին տալու համար մի երկիր, որ կատ ու մեղր է բխում։ Որովհետեւ այն երկիրը, ուր որ դու գնում ես,
նրան ժառանգելու համար Եգիպտոսի երկրի պես չի, որտեղից դուք դուրս եկաք, սրանք բոլորը խորհուրդներ են, խոսելու ենք, սեր մեր դու ցանում այնտեղ, հետո բանջարի պարտեզի պես ոտքովը ջրում էիր, ոչ, այլ այն երկիրը, որ դուք գնում եք, այնտեղ նրան ժառանգելու, այդ երկիրը սարերի, հովիտների երկիր է, նա երկնքի անձրևի ջրովն է ջրվում։ Այնպիսի երկիր, որ քո Եհովա Աստվածն է դարմանում, նրան քո Եհովա Աստծոտ աչքը այդ երկրի մեջ միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։ Եվ եթե լինի, որ ուշադրությամբ լսեք իմ պատվիրանքներին, որ այսօր ձեզ պատվիրում եմ, որ ձեր Եհովա Աստծուն սիրեք, նրան պաշտեք ձեր բոլոր սրտով, բոլոր հոգիով, այն ժամանակ ձեր երկրի անձրևը իր ժամանակին կտամ առաջին եւ վերջին անձրևը կժողովես քո ծորենը, քո գինին, քո յուղը, քո արտի մեջ խոտ կտամ քո անասունի համար, որ ուտես եւ կշտանաս։ Ձեր անձերին զգուշություն արեք, միգուցե ձեր սիրտը խաբվի, ու դուք խոտորելով օտար աստվածներին պաշտեք, նրան երկրպագություն անեք։ Ուզում եմ մի քիչ առաջ անցնեմ 18 խոսքը։ Այս է իմ խոսքը, ձեր սրտի հոգու մեջ դրեք, նրանց նշանի համար ձեր ձեռքի վրա, ձեր վրա կապեցեք, նրանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մեջ տեղը, ձեր տղերանցը, կարող եմ շեշտել աղջիկներին էլ, սովորեցրեք նրանց, որ նրանց հետ խոսես տանդ նստած ժամանակ, ճանապարհ գնացած ժամանակ, պարկելու, վեր կենալու ժամանակ, գրի նրանց քո տան դրանդիների վրա, դռներիդ վրա, որպիսի շատանակ, ձեր օրերը շատանան, քո որդկանց օրեր այդ երկրի վրա շատանա, որ Եհովան ձեր հայրերին երթում արավ, նրանց տալու համար իբրև երկնքի օրերը երկրի վրա։ Վաու, երկնքի օրերը երկրի վրա, ուշադրի լսեք, երկնքի օրերը երկրի վրա։ Երբևիցե լսել եք սա, որովհետև եթե զգուշությամբ պահեք, կատարեք այս բոլոր պատվիրանքները, որ ես պատվիրում եմ ձեզ անելու, ձեր Եհովա Աստծուն սիրելու, որ նրա բոլոր ճանապարհներում գնաք, նրան հարեք, Եհովան էլ այս ամեն ազգերը ձեր առաջից կքշե։ Դուք կտիրեք ձեզանից մեծ զորավոր ազգերի վրա, ձեր ոտքը ամեն կողած տեղը ձերը կլինի։ Ձեր սահմանը անապատից Լիբանանից է, գետից, այսինքն Եփրատ գետից մինչև ետևի ծովը կլինի։ Ոչ մեկը չի կանգնի ձեր դեմ։ Ձեր վախը, հիմա տեսեք, մարդիկ ինչ վիճակի մեջ են ապրում, բայց Սուրբ Գիրքն ասում է, ձեր վախը, ձեր սոսկումը, ձեր Եհովա Աստվածը կգցե ձեր ամեն կողած երկրի վրա, ինչպես որ ձեզ ասել, այսինքն ոչ թե դուք կվախենաք, այլ ձեր թշնամիները։ Եվ ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնություն եւ անեծք։ Օրհնությունը, եթե լսեք Եհովա Աստծո պատվիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատվիրում եմ, անեծքը, եթե չլսեք ձեր Եհովա Աստծո պատվիրանքներին, խոտորվեք այն ճանապարհից, որ ես այսօր ձեզ պատվիրում եմ, գնաք օտար աստվածների հետևից, որոնք չեն ճանաչում, ուստի, երբ որ քեզ տանե քո Եհովա Աստվածան երկիր, որ գնում ես, նրան ժառանգելու, այն ժամանակ տաս օրհնությունը Գարիզին սարի վրա, անեծքը Գեբաս սարի վրա։ Եվ ուզում եմ վերջացնեմ այս խոսքերով։ Ուրեմն զգուշացեք, որ անեք այն ամեն կանոնները, դատաստանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջին։ Հոգով առաջնորդվում եմ, որ չկարդաս։ Слава Богу. Մենք ապրելու ձև պիտի իմանանք։ Мы должны знать, как нам жить. Քույրեր եղբայրներ, Աստծո արքայությունը ինքը չի կարող ընդունել օտար բան իր մեջ։ И Божье Царство не может ничего чужого принять в себя. Մենք չենք կարող մեր հին բնությունը տեղավորենք Աստծո արքայության Мы не մեջ։ можем свою старую природу уместить в Божье Եվ եթե Царство. մենք համարում ենք մեզ ճշմարիտ քրիստոնյաներ, Если мы себя считаем истинными христианами, հավատացող նրա խաչին, верующими в Его крест, այնինչ կատարվեց խաչի վրա, то, что произошло на եւ ոչ кресте, միայն հավատում ենք, и не только այլ веруем, ինչպես Սուրբ Գիրքն ասում ենք, մենք մեր
անձերը իրենց կիրքերով եւ ցանկություններով խաչը И հանեցին։ как Библия говорит, мы свою плоть со страстями и похотями распяли на Հասկացեք, кресте. սիրելիներս, մենք դրանով ուզում ենք ասենք, որ մենք արքայության կյանքով ապրելու ցանկություն Мы ունենք։ тем самым хотим сказать, у нас есть желание жить по законам Царствия. Եվ Աստված, որպեսզի Իսրայելին մտցնի Քանան, И чтобы Бог, Он перенес Израиль в Ханаан, ովքեր գիրքը չեն կարդացել, ասեմ, դա Աստծո խոստացված երկիրն է։ хочу сказать тем, кто не читал Библию, это обетованная Божья земля. Ովքեր չեն կարդացել, ասեմ, որ մինչև Քանանի երկիրը նրանք ապրում են И Եգիպտոսում, до этого они жили в Египте. եւ Աստված նրանց Եգիպտոսից հանեց բերեց անապատ, И Бог из Египта եւ вывел и արդեն принес в պիտի пустыню. մտնեին Քանան, И они должны были уже зайти в эту Աստված землю ասաց, Ханаан. մինչև կմտնեք, И Бог сказал, прежде դուք чем սա вы պիտի зайдете, իմանաք։ вы должны это Եվ знать. այսպեսով սիրելիներս, Итак, возлюбленные, առաջի բանը, первое, խնդրում եմ նրանք, ովքեր որ չեն հավատում, որ Աստծո պատվիրանքները պիտի պահին, այլ միայն պիտի Քրիստոսին հավատան, ուշադիր лесեք մինչև я վերջ։ прошу очень внимательно слушать тех, кто считает, что достаточно верить в Иисуса и не исполнять заповеди. Առաջի բանը Первое, խոսքն ասում է, слово երբ որ говорит, կմտնես Քանանի երկիր, когда ты зайдешь в землю ханаанскую, պահիր պատվիրանը։ соблюдай заповедь. Առաջի բանը, Первое, պահիր պատվիրանը։ соблюдай Քույրեր заповедь. եղբայրներ, Տեր Հիսուսը երկու բանով ամփոփեց Աստծո բոլոր պատվիրանները И եւ օրենքները։ Господь Иисус в двух словах сказал, как бы сократил все Ասեց законы. սիրիր քո Տեր Աստծուն Он сказал, люби своего Бога եւ սիրիր քո и դիմացինին։ люби своего ближнего. Այս երկուսով դու ամփոփում ես ամբողջ մարգարեությունները, պատվերները եւ օրենքներն Աստծո։ То есть ты вот этим исполняешь все постановления пророчества, Այսինքն մենք законы. տեսնում ենք, որ Աստված կողմնակից է պատվերը պահելու։ То есть Бог, Он сторонник того, чтобы Սիրելու исполнять Աստծուն заповедь, любить Бога եւ սիրելու и դիմացինին։ любить ближнего. Եվ նա ասում է դու չես կարող ապրել, եթե դու այս պատվիրանը չպահես։ И Он говорит, ты не сможешь жить, если не будешь соблюдать эту заповедь. Արքայության պատվիրանը То есть заповедь Царства, սա է՝ սիրի քո Տեր Աստծուն եւ սիրի քո դիմացինին։ любить Бога и любить своего Քույրեր ближнего. եղբայրներ, ես հավատում եմ, որ այո, Աստծո զորությունը մենք կարող ենք ստանալ աղոթքի մեջ։ Я верю в то, что мы можем получить через молитву Բայց Божью ես силу. ուզում եմ դուք այս գաղտնիքի վրա ուշադրություն Но դարձնեք։ я хочу, чтобы вы обратили внимание на Ասում է, этот секрет. որ թուլանաք եւ ուզենաք զորանաք, Если вы ослабеете и хотите обрести силу, պատվիրանը պահեք։ исполняйте заповедь. Երկրորդն ասում է, եթե ուզում եք ժառանգեք, պատվիրանը պահեք։ Если вы хотите вступить в Եթե эту ուզում землю, եք երկար исполняйте заповедь. օրեր ունենաք այդ երկրի վրա, որ պիտի ապրեք, պատվիրանը պահեք։ Если вы хотите, чтобы вы долго жили на этой Եվ земле, ես հասկանում եմ, որ соблюдайте заповедь. Աստծո խոսքը պահելը, И я понимаю то, что соблюдать Божье որ դա Слово, միակ միջոցն է։ это единственный Խնդրում եմ ուշադիր Սպոսоб։ լսեք սրներս։ Աստծո խոսքը պահելը соблюдать Божье Слово, միակ միջոցն է единственный способ, զորանալու։ чтобы получить Ուրեմն եթե силу. մեկը Աստծո խոսքը չի պահում, նա զորանալու ակնկալիք չի կարող И ունենալ։ тот, кто не соблюдает Божье Слово, у него нет возможности Քույրեր укрепиться. բաներ, ուշադրություն դարձրեք։ Միգուցե այստեղ մեկը թույլ է արդեն։ Может быть, здесь кто-то уже слаб. Ինքը անցած անգամ Նարեկ եղբայրս օրինակը լավ բերեց, որ ծնելուն են հասել, բայց չեն կարողանում ծնել։ Հիշում եք այդ մարգարեությունից օրինակը։ Вы помните пример, который был приведен недавно? То есть он пришел момент, чтобы родить, но не может Այդ родить. ուժը չունես, որ վերջնական կետին То հասնես։ есть у тебя нет этой силы, чтобы конечной Միգուցե точки դու достичь. նկատում ես, որ քո օրերը, քո հավատքի կյանքի մեջ փոխանակ շատանան, զորանան, դու զգում ես, որ տկարանում ես, պակասում ես։ И ты чувствуешь, что в твоей духовной жизни вместо Մի того, րոպե, чтобы обрети силу, մի րոպե, ты մի становишься րոպե։ немощным, теряешь ее. Մի րոպե էլա։ Одну минуту. Իսկ միգուցե քեզ պետք է մտածել, խոսքը պահում ես։ Тебе стоит подумать, ты соблюдаешь слово? Հասկանում եք հարազատներս, ես չեմ ուզում ընկալում այնպես լինի, որ դե նորից անել, չանել, այսպես անել, այնպես չանել։ Ես դրա մասին չեմ խոսում։ Я не хочу, чтобы вы воспринимали, что нужно сделать так, или Ես делать так, или не делать так. Я не хочу, чтобы вы так думали. եթե դուք ուզում եք ավելի པարզ լինի, Я хочу, чтобы вам было более ясно. Աստծո խոսքը նման է թթվածնի։ И Божье Слово похоже на кислород. Ձեր բարձրացան նրանք, ովքեր որ պատրաստ են մինչև իմ քարոզի վերջը այդ թթվածնի չօգտվել։ Пускай поднимут руки те, которые не готовы отказаться от кислорода до конца моей проповеди. Տեսնում եք ոնց եք ձեզ սիրում։ Посмотрите, как вы себя любите. Որովհետև դու գիտեք, որ առանց այդ թթվածնի չեք կարող ապրել։ Вы знаете, что вы не сможете жить без этого кислорода. Նույն կերպ И
подобным образом Ոչ մեկ չի կարող ապրել առանց խոսքի։ никто не может жить без слова. Արքայությունը պահանջում է, որ մենք խոսքով ապրենք։ Царство требует, чтобы мы жили Աստծո словом. արքայության մեջ ապրելու միակ միջոցը И единственный способ жить в Божьем Царстве, զորանալու, способ укрепляться, հասնելու Աստծո խոստումներին достичь Божьих обещаний, եւ մեր обетований, օրերը երկրի վրա երկար լինելու եւ հավատքի կյանքի մեջ մեր օրերը երկար լինելու чтобы дни жизни нашей, дни в нашей вере были դա նրա долгими. խոսքն է։ Это Его Слово. Իմ դուրը галիս է Հեսուի գիրքը։ И мне нравится книга Հեսուի Иисуса գրքի Навина. առաջի գլուխ 5-րդ խոսքի մեջ И в первой главе, в 5 стихе, տեսեք, իմիջալոց երկրորդ օրինացից հետո Մովսեսը մեռնում է и после Второзакония Моисей умирает. եւ Տերը Մովսեսին ասում է Հեսուին քեզանից հետո օծի դիր ժողովրդի առաջ, որովհետեւ նա պիտի ժառանգել տա։ Бог говорит Моисею, что помажь Иисуса Навина, потому что он будет предводителем. Հենց որ Հեսուն մտնում է իր կոչման մեջ, И как только Иисус приходит в свое ուշադրություն դարձրեք, призвание, առաջի բանը, որ Աստված խոսում է նրա հետ, первое, что говорит с ним Бог, տեսեք ինչ է ասում։ посмотрите, что он говорит. Ես կկարդամ ձեզ համար երևի այո 5-րդ խոսքից ասում է ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերումը դեմ կանգնել քեզ Никто не устоит пред тобой во все дни жизни твоей. գիտեք սերներ երբ որ ես խոսում եմ ասում եմ ինչքան արդիական է սա И я смотрю и понимаю, насколько это актуально. ես հասկանում եմ որ եթե Տերը չպահի գիտեք Սաղմոսների գիրքն ասում է Толкнули меня сильно ռուսերենում ասում Да, псалмопевец говорит, что меня сильно հայերենում толкнули. ասում է հրեցին ինձ уժեղ որ պիտի գցեին Да, толкнули, чтобы я упал. բայց Տերը պահեց Но ինձ Господь поддержал Դուք меня. նկատել եք, որ եթե Աստված չպահի, ինչքան մարդ կա, որ կարող է քեզ հրել, եւ դու այլևս չես կարող վեր կենալ Вы այդտեղից։ замечали, что если бы не Бог тебя будет держать, сколько людей тебя Բայց будут փառք толкать, и ты Աստծուն, упадешь. Но слава որ Богу, երբ որ մեզ հրեցին, что когда нас толкнули, Տերը պահեց մեզ։ Господь нас поддержал. Ինչ որ մեկ ասի փառք Տիրոջը։ Кто-то пускай скажет, слава Փառք Богу. Տիրոջը։ Եվ այստեղ Տերն ասում է, որպեսզի ոչ մեկ չկարողանա դեմ կանգնել քեզ։ И Господь говорит, чтобы никто не смог противостоять Ինչպես тебе, Մովսեսի հետ էի քեզ հետ կլինեմ։ я буду так же с Моисеем, Քեզ չեմ թողի։ вернее, с Моисеем, с тобой, как с Моисеем, и не оставлю Քեզ тебя. չեմ անտեսի։ Не Զորացիր եւ не քաջ եղիր։ отступлю от тебя, будь мужественен и тверд. Որովհետև այս ժողովրդին դու պիտի ժառանգես, Ибо ты ժառանգեցնես։ народу всему передашь во владение землю, Որի համար սրանց հայրերին երթում արի սրանց տալու համար, которую я եւ հիմա клялся լսեք отцам ուշադիր։ их. Միայն թե Только. զորացիր, շատ քաջ եղիր, պահի, որ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսին քեզ պատվիրել է, նրանից չխոտորես, աճ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես, ուր գնաս 8-րդ խոսքը։ Այս օրենքի գիրքը չհեռանա քեզանից։ Գիշեր ու ցերեկ։ Հիմա ես որ ես խոսք ասում եմ, տես տարեք ձեզ սիրելիներս։ Ում աչքի առաջի այս գիրքը գիշեր ու ցերեկ։ И когда я говорю день и ночь, чтобы эта книга не отступала от тебя, от кого она не исходит день и Սուրբ ночь? գիրքն ասում է, այս օրենքի գիրքը գիշեր ու ցերեկ։ И Библия говорит, день и ночь эта Նրա книга, վրա մտածես, чтобы ты думал над ней, պահես, чтобы ты соблюдал ее, կատարես, чтобы ты исполнял բոլոր նրա գրածի միջի պես։ все, что написано там. Եվ լսեք, որովհետև Потому что հենց написано, այդ անելով կամ այդ ժամանակ է именно в это время, делая это, հաջողակ կլինես ты будешь успешен. եւ խելամուտ կլինես։ Որտեղից է մեր հաջողությունը Откуда սիրելիներս։ приходит наш успех? Որտեղից է մեր խելամիտ լինելու գաղտնիքը։ В чем секрет нашего успеха? Հավատացեք, И поверьте, նրա խոսքը պահելու մեջ։ исполняя Его Слово. Դրա համար Տերը Մովսեսի միջոցով Իսրայելին ասում էր. Поэтому Господь через Моисея Եթե говорит մտնես, Израилю, если вступишь, Եվ եթե ուզենաս զորավոր и լինես, если ты хочешь быть сильным, պահի իմ պատվիրանը։ соблюдай мои заповеди. Քույր երեխբայրներ, Братья и պահելը сестры, շատ կարևոր է։ это очень важно. Իմ դուրը գալիս է հայտնության գրքի 3-րդ գլուխը։ И мне нравится 3 глава 10-րդ խոսքի Откровения մեջ в 10 Աստված стихе. իր խոսքը պահելու վերաբերյալ ասում է. И Бог говорит по отношению к своему Որովհետև Слову. իմ համբերության խոսքը պահեցիր, Как ты сохранил слово терпения, ես мне, էլ քեզ կպահեմ քո փորձության то ժամիցը։ и я сохраню тебя от годины искушения.
Երբ կպահի Աստծո ձեռքը մեզ, Когда Божья рука будет երբ нас որ մենք նրա сохранять, համբերության խոսքը պահենք։ когда мы будем сохранять Его Գիտեք, слово շատերի терпения. տները այսօր, այսպես ասած, ճաքեր են տված։ И почему у многих трещина в доме? Հոգևոր իմաստով, հոգևոր Դуховном տները, смысле, ինչու՞ դуховные չէ, дома. տները ուղիղ իմաստով։ Почему не в прямом смысле Որ дома? երեխաներ, գիտեք պատճառը որը կարող է И լինել։ знаете, в чем может быть Սուրբ причина? Գիրքը հստակ ասում И է, Библия очень четко այն говорит, տունը, тот дом, որ կառուցված է который основан ժայռի վրա, на скале, այդ տունը этот дом, քամիները կբարձրանան, будут ветра, ալիքները будут կխփեն։ волны, Ես չգիտեմ, փոթորիկները կխփեն, будут разные стихии. բայց այդ տունը հաստատ կմնա, Но этот дом устоит, որովհետև այդ տունը կառուցված է ժայռի վրա։ потому что он построен на скале. Բայց դրանից առաջ Но до Աստծո этого խոսքը ցույց է տալիս, Библия որ показывает, այդ տունը ամուր էր, что этот дом был твердый, որովհետև այդ տան կառուցողը потому что созидающий этот дом պահում էր, содержал, կատարում էր Աստծո խոսքը։ исполнял Божье Слово. Վերջ։ Ուզում եք ամուր ընտանիքներ, Вы хотите очень крепкие семьи, ուզում եք ամուր եկեղեցի, вы хотите очень крепкую ուզում եք церковь, ամուր ծառայություն, крепкое служение, ուզում եք ամուր вы աշխատանք, хотите очень ուզում крепкую եք ամուր работу, հարաբերություններ, отношения. պահեք Աստծո խոսքը։ Соблюдайте Божье Слово. Ինչ որ մեկը պիտի ասի И ամեն։ кто-то должен сказать Պահեք «Аминь». Աստծո խոսքը, սիրելիներս։ Соблюдайте Божье Սա Слово. արքայության պահանջն է։ Это и есть требование Դուք չեք царства. կարող շրջանցել սա։ Вы не можете обойти это. Ուրախ եկեք սեն ձևակերպեմ։ И давайте так Ոչ охарактеризуем. մեկ չի կարող շրջանցել Աստծո խոսքը Никто не может обойти եւ Божье այնպիսի Слово աղոտ քանի, и такую молитву որ Աստված сделать, օրհնի իրեն։ чтобы Бог его благословил. Երկրորդը, Второе. մտնելուց առաջ Прежде чем Մովսեսը войти, զգուշացնում է։ Моисей предупреждает. Երկրորդ օրինաց 11 10-ից 11։ Второзаконие 11:10. Այսա իմ դուրը գալիս է, Աստված իմ։ Мне это очень Սա нравится. իմ դուրը գալիս է։ Ասում է, որովհետև ասում է, այն երկիրը, որ դու գնաս Իսրայել, Ибо земля, в которую ты идешь, նրան Израиль, ժառանգելու համար, чтобы овладеть ею, ասում է, այդ երկիրը Եգիպտոսի երկրի պես չի։ эта земля не похожа на землю египетскую. Տերն ուզում էր ասել, այն ինչին որ դուք սովոր եք եղել, И Бог сказал, то, к чему вы այդ привыкли, սովորությունները չի աշխատելու իմ արքայության մեջ։ вот эти обычаи, привычки не будут работать. Դուք в моем ինչպես որ царстве. ցանել եք Եգիպտոսում, То есть вы как сеяли в Египте, ջրել եք Եգիպտոսում, как поливали в Египте, իմ խոստացված երկրի в մեջ, моей обещанной земле, այդ քո սովորություններով ապրելը չի աշխատում։ не будет действовать и работать Քույրեր, вот это, եղբայրներ, твои привычки и обычаи. Դրա համար Աստծո խոսքն ասում է ձեզանից հանեցեք ձեր հին գնացող մարդու սովորությունները։ И поэтому Божье Слово говорит, вы должны как бы снять с себя вот эти Այն ինչ որ ես привычки սովոր եմ եղել անցյալում, ветхого человека, к որ которому ձեզ я был приучен որ ձեզ ավելի раньше, པարզ լինի ասեմ, и чтобы вам было այն более ясно. ընկերության ձևը, որ ես ունեցել եմ մինչև ապաշխարությունը, И тот способ дружить, у которых у меня были до այդ покаяния, ձևը ընկերության չի աշխատում Աստծո արքայության մեջ։ этот способ не работает в Божьем Այն Царстве. բնավորությունները, այն մեթոդները, Те методы, тот характер, который был у այն меня, մտածելակերպը, որ ես ունեցել եմ, мышление, которое у меня было, չի աշխատում Աստծո արքայության մեջ։ оно не работает в Դրա Божьем համար շատերը Царстве. զարմանում են, Տեր Աստված, այս չի փոխվում։ И поэтому многие удивляются, Бог, почему Աստված он էլ не ասում է, изменяется? հնով չի աշխատում։ А Бог говорит, вот этим старым не будет Այն ինչ работать. որ տեսել ես Իսրայել Եգիպտոսում, Քանանում չի աշխատելու դա։ Израиль, то, что ты видел в Египте, не будет Նայեք в սիրելիներ, ես Ханаане ինձ համար работать. մի հատ բան եմ գրել, կուզենամ այս միտքը կիսվեմ ձեզ И հետ։ я хочу поделиться мыслью, которую я для Ես себя հավատում записал. եմ, Я верю, որ առողջ քրիստոնյան պիտի ունենա դոյի posle կյանքը։ что у здравого христианина должна жизнь разделена на до и Գիտեք, после. քրիստոնյաներ կան, նայում ես չես ջոգում, ինքը երբ հապաշխար է։ И есть христиане, на которых смотришь и не понимаешь, когда он покаялся. Մի օր աշխարհում ա եղել, Он был в один день в мире, տենց մի օր էլ եկեղեցում ա и հայտնվել։ в какой-то день также Знаешь, появился в церкви. Դու մենակ տարբերությունը տեսնում ես, ինքը եղել է աշխարհում, И единственное отличие, он был в мире, հետո սկսել է գալ եկեղեցի, а потом начал ходить в церковь. այմար բայց նայում ես, բան չի փոխվել այդտեղ։ Но ничего там не Ոչ поменялось. դոն կա, ոչ poslen կա։ Ни до, ни после. Այդ յուղած գիծը И вот эта вот черта, ժիրն է։ да, жирная Չի черта, երևում։ она не видна. Դու հասկանում ես ոչ այս մարդու դոն ոնց կար, И ты не понимаешь, у этого человека как было до, եկեղեցում էլա դո, и в церкви до, ծառայություն մեջ էլա դո, и в служении до, քուրեր եղբայրների հետ շփվելու մեջ էլա դո։ в общении с братьями и с сестрами до. Հարազատներս Родные,
կա նախքին, կա այսօրվա Քրիստոսով կյանքը։ Есть прошлая жизнь, а есть сегодняшняя Եվ դա жизнь Христом. հստակ պիտի երևա։ И это должно быть четко видно. Գիտեք իմ ինչն է դուրս И գալիս։ знаете, что мне нравится? Պողոս առաքյալ առաջի Տիմոթեոսի 1:13-ում Апостол Павел в первом послании А, Тимофея, Джон. в первой главе, в 3 Դավիթ стихе, եղբայրյան հələ մի հատ լուսավորի ամբողջ դալիճը 1:13-ով։ Պողոսը իր մասին ասում է. Ես առաջ հայհոյող էի։ меня, который был прежде хулитель, Ի տարբերություն ժամանակակից քրիստոնյայի ասում են ես առաջ շատ հայհոյող էի, հիմա քիչ եմ հայհոյում։ в отличие от современных христиан, которые говорят, я раньше много хулил, а сейчас меньше. Եթե ծխել են ժամանակ Պողոսի օրերում կար, Պողոսը միգուցե գրեր. Ես առաջ շատ ծխող էի։ Если бы было тогда курение, Павел бы сказал, я раньше много курил. Պողոսը կգրեր, որ էլ ես տենց բան չեմ անում, ի տարբերություն շատ քրիստոնյաներ, որոնք ասում են, առաջ 10 պաշկա է ծխում, հիմա ծխում եմ մի պաշկա։ А современные христиане говорят, я раньше 10 пачек курил, а сейчас одну пачку. Հակոբ եղբայր դու չգիտես ես ինչ բամբասկոտ էի առաջ։ Брат Акоп, ты не знаешь, насколько я был сплетником. Բայց հիմա կարողանում եմ մեկ-մեկ զսպել ինձ։ Но сейчас иногда могу себя как-то сдержать. Մեր դալիճու մարդ կա հարազատներս։ У нас есть люди в зале, да? Հակոբ եղբայր, ես առաջ գիտես ոնց եմ մարդկանց ատել։ Знаешь, как я раньше ненавидел Բայց людей? փառք Տիրոջը հիմա քիչ եմ ատում։ Но, слава Богу, сейчас меньше ненавижу. Էդի դոյի после չի։ Это не до и после. Էդի պրոստը դո До. եկա եկեղեցի դո Пришел в церковь. До. հա մի քիչ եմ անում դո Да, я чуть меньше делаю. До. վերջը դուր Но каков твой конец? չէ վերջը դուր А. դրա Перестань это делать. վերջը տվեք սիրելիներս Перестаньте это делать. Պողոսն ասում է առաջուց հայհոյող էի И Павел говорит, я раньше был ինքը չի хулителем. ասում հիմա միամիտ եմ հայհոյում Он не говорил, то, что сейчас случайно это могу как-то кого-то оскорбить. ես մի օր մի հատ քրիստոնյայի ճամփայի գնում մեկ էլ կներեք հարազատներս բայց դա նորմալ է սկսեց հայհոյել Я с одним верующим недавно еду, и он начал Հիմա кого-то там նայում եմ իրան оскорблять. И я смотрю на него. ասում եմ հələ մի րոպե էլի մի հատ ուզում եմ հասկանամ Я пытаюсь понять. հովիվը կողքն է Пастор рядом с ним. չջոգում եմ вообще նշանակություն չունի И для него этого никакого значения. նայում եմ բայց գիտեք չէ տարիների հավատք եկեղեցու մեջ ես չգիտեի Ну, անից знаете, մի հատ գմփծրեց На протяжении многих лет, и он буквально взорвал в Մեկ էլ моменте. ու նայում եմ ուշադիր նայում եմ չեմ շտապում կարծիք կազմեմ ասում եմ հələ սպաս կարող է ես այն որ ասում է բան ասլիշնս հա Да, ослышался. Ոնց կարող ասում չէ կարող բայց Я հիմա думаю, կանջը может, հայոյանք я լսելու բան շիզոֆրենիա չունի ինքը լսել է չոտքի լսել է որ մարդը հայոյեց Мое ухо слышало оскорбление, этот человек оскорбил. հետո գիտեք ինչ հասկացա И հարազատ знаете, что я потом понял? նորմալ է իր համար Для него это нормально. հետո ես հիշեցի И потом я вспомнил, ինչ է նշանակում մեղ գործել մեղ գործել что բանից значит բարձում է согрешить. նշանակում է Это означает, Աստծո նորմերից եւ ստանդարտներից շեղվել то есть отступить от божественных стандартов и норм. Փաստորեն այդ հիմա այդ մարդը որ չհայոյի կարող է ինքը վատը զգա И если этот человек не будет кого-то оскорблять или хулить, он себя որովհետեւ плохо будет чувствовать. դա նորմա իր համար Потому что для него это норма. Պողոսն ասում է И Павел говорит, Առաջ ես հայհոյի չէ, հալածող էի։ раньше я был хулитель, гонитель. Ես թշնամացող էի, Я был обидчиком. բայց Но ես ողորմություն գտա Տիրոջից։ я нашел помилование от Бога. Եվ հասկացա, И понял, որ ես դանում էի չգիտենալով։ что так поступал по неведению. Քույր եղբայրներ, հələ դուք ես բառը նայ։ Посмотрите на это Եվ слово. ասում է անհավատությունով էի անում։ И в неверии все это делал. Մեղքը Грех անհավատության արդյունք է։ – это плод неверия. Պատահական չէր, որ Աստծո խոսքն ասում է այն ինչ որ հավատքից չէ, Библия не случайно говорит, то, что не от веры, մեղք է։ то грех. Հələ նայեք շարունակությունը Պողոսն ինչ ասում։ Ես
խենթացել է մեզ Պողոսի այս գրածի վրա։ Ասում է, բայց էլ ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհքը հավատքով, սիրով, որ Քրիստոս Հիսուս։ Գիտեք, ես վերջերում մի հատ մարդու կյանք է ուսում, դուք ասես դե հոգնեցիր ան, դա մարդկանց կյանք է ուսում, դե ինչ անեմ, հովիվ եմ, մարդկանց հետ գործ ունեմ, հարազատներս։ Մի հատ տղա գիտեմ, անընդհատ ամուսնանում бажанվում, անընդհատ ամուսնանում бажанվում։ Который постоянно то женится, то разводится, то женится, то Այս վերջերս էլ ամուսնացավ, մի քանի անգամ ամուսնությունից հետո գնաց միտեղ նկարներ ներկցում, հետո դրանից է բաժանվեց, գնաց մի հատ ուրիշ հետ ամուսնացավ, հիմա էլ դրանից է գնաց այդտեղը, որտեղ այն, չգիտեմ, որ երրորդից բաժանվել է։ Ու գիտեք, ինքը շատ խորը հոգևոր է։ И он очень такой глубокий духовный Ես մի человек. օր որ իր այդ խոսում ասում էր Հակոբ եղբայր, Տիրոջ շնորհը, И когда я с ним Шнорха один из дней Тирёч. говорил, он говорил, благодать Божья, շնորհը Տիրոջ։ благодать Божья. Աստված տենց էժան շնորհք չունի։ У Бога нет такой дешевой благодати. Իմ Աստվածը, որին ես գիտեմ, Мой Бог, которого я знаю, ինքը էժան շնորհք չունի։ у него нет дешевой Թեկուզ благодати. ծրի է, Даже оно хоть и բայց бесплатное, դա մեծ գին ունի։ но оно имеет большую цену. Խաչի եւ արյան գինն է այդ գինը։ Это цена креста и крови. Այս վերջում մի հետաքրքիր փորձարկում են արել, И сделали փորձարկում։ сделали опыт. Մի հատ շատ ճանաչված նկարիչի նկարներ մեկը վերցնում է, դուրս գալիս փողոց եւ տալիս այդ ճանաչված մարդու անունը եւ ասում է ժողովուրդ, այս իր նկարներն է $10 արեք։ Взяли картины очень известного художника, поставили, говорили, они стоят всего $10, покупайте. Բոլորն ասում են, խելքը չես դրցրու։ И все, которые проходят, говорят, ты что, с ума сошел? մի բավական է ինձ այդ պատոկը գնում է, ես տեսնում եմ այդ ռոլիկը։ Идет поток. Բոլորը գնում են, ասում են ժողովուրդ, ասում է, այս ինչ մարդու ճանաչված, իսկ դրա նկարները $100,000 նկարներ են։ Говорят, это очень известный художник, они стоят $10 տալիս ենք։ там $100,000 где-то. Он говорит, мы отдаем за $10 Ինչ всего. որ մեկի ցենց միտք եկավ, ասես լավ դե առնեմ դե $10 վերցնում։ И кто-то вот говорит, ладно, давай куплю. Երեկոյան հատուկ հաղորդում են կազմակերպում ճանաչված հերոստալիքով։ И вечером организовывают специальную телепередачу. Դուրս է գալի в այդ известном նկարիչը канале. եւ ասում է. И выходит этот художник и Այսօր говорит, сегодня Ես իմ նկարները տվել եմ այսինչ մարդուն, я свои картины отдал вот этому человеку, որպեսի վաճառի։ Գինը չի ասում։ чтобы он продавал, он не говорит цену. Եվ ուզում եմ հիմա ձեզ հարց И տամ։ хочу вас спросить, Ով հարստացավ, кто обогатился? ով որ գնահատեց։ Тот, кто оценил. Մեր Տիրոջ շնորհքը գնահատել է պետք։ Благодать нашего Господа нужно Իսկ այդ оценить. շնորհքի գնահատականքը դրսևորվում է Но эта оценка происходит, դոյի պոսլեի այդ արդյունքով։ когда твоя жизнь меняется на до и после. Որովհետև Պողոսն ասում է, բայց այլ ավելի շատ եղավ մեր Տեր Տիրոջ շնորհքը հավատքով, սիրով, որ Քրիստոս Հիսուսումն է, ճշմարիտ այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսը աշխարհ եկավ մեղավորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։ Պողոսն ասում, խոսում է իր դոյի մասին։ Ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորները փրկելու, որոնց առաջինը ես եմ, սակայն նրա համար, որ ողորմություն կտա ես հիմա, Հիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցույց տա բոլոր երկայնամտությունը, որ ես օրինակ լինեմ նրանց, որ պիտի հավատան նրան հավիտենական կյանքի համար։ Հա դու ես փոխվել։ Это ты изменился. Բայց ինչ դա փոխվել։ А что в тебе изменилось? Պողոսին ոչ մեկ չէր կարող տենց բան И ասել։ Павлу никто так не мог Ընդամենը сказать. նայում են եւ ասում են. Они всего лишь Սա смотрели и այն говорили, Պողոսն է, это тот Павел, որ նախկինում հալածում էր, который когда-то гнал, բայց հիմա Քրիստոս է քարոզում։ но сейчас проповедует Иисуса. Քույր եղբայրներ, Братья и сестры, ուր այդ կոնտրաստը։ где этот контраст? Եղբայրներ, ուր այդ կոնտրաստը հոգևոր Братья, կյանքի։ где этот контраст духовный? Քույրեր, ուր այդ կոնտրաստը հոգևոր կյանքի։ Դուք հասկանում եք, չէ՞ կոնտրաստը ինչ է։ Вы понимаете, Ուր что այդ значит? հստակ տարբերությունը։ Где это четкое Ես отличие? չգիտեմ, միջերկրական ծովն է կարծում եմ։ И мне кажется, это Դուք Средиземное կարող море. եք Google անել, եթե անունը սխալ եմ տալիս, բայց դուք այդ ծովը կարող եք գտնել։ Ծով կա, դու նայում ես վերևից, նույն ծովն է,
Есть море, которое ты сверху смотришь, тоже море. Մի կողմը ուրիշ գույն է, սիրելիներս։ Одна сторона другого Մի цвета, կողմը ընդհանրապես ուրիշ գույն է։ а другая сторона вообще Դու другого որ цвета. վերևից նայում ես այդ ծովին, И когда ты сверху смотришь на это հստակ море, սահմանա գծած։ ты видишь четкую Եվ границу. այդ գույները չեն խառնվում իրար, դա շատ ուժեղ կոնտրաստ է։ И эти цвета не смешиваются, это очень сильный Չգիտեմ, контраст. օգնեք ինձ, միգուցե սխալվում եմ, И помогите, միջերկրական может ծով быть, ասեցի։ ошибаюсь, я сказал Այդ ծովը Средиземное море. հստակ սահման ունի, բայց նույն ծովն է։ Но оно имеет границу, но Քույրեր это то же եղբայրներ, самое море. մենք բոլորս էլ այս աշխարհի վրա նման ենք բոլոր մարդկանց։ И мы в этом мире на всех друг другу Բայց похожи. բան կա, որով պիտի տարբերվենք։ Но есть вещи, которые мы должны отличать. Հանուն նրա, որ մենք քրիստոսնյա ենք։ Во имя того, что мы Հենց նրա христиане. պատճառով, որ մենք ծնված ենք նրա հոգուց։ Именно по той причине, что мы рождены Մեր от его գույնը духа. շատ հստակ տարբերվում է նրանց գույնից։ Наши цвета очень Մեր четко հոտը отличаются от их տարբերվում է цветов. նրանց Наш հոտից։ запах Մեր отличается. ապրած կյանքը տարբերվում է նրանց ապրած Наш կյանքից։ образ жизни Գիտեք, sense отличается. ոգևորված ասում եմ, շատերին ուզում եմ հարց տամ, դու տարբերվում ես։ И говоря это, я хочу спросить, ты отличаешься? Եվ ինչու այսքանը խոսեցի։ И почему я столько сказал? Տերն ասեց, Իսրայել, Բог сказал, երբ որ Израиль, դուրս գաս Եգիպտոսից գնաս Քանան, խնդրում եմ լսեք սիրելիներս, когда ты выйдешь из Египта и пойдешь в սա Ханаан, ցնցող խոսքեր են։ Ասում է, այնտեղ там Եգիպտոսի պես չի։ не так, как Եթե в դու ուզում Египте. ես այդ երկրում օրտնվես, Если ты хочешь դու պետք է благословиться, իմանաս, ты должен որ знать, այդ երկիրը միայն ջրվում է երկնքի անձրևով։ что эта земля поливается только небесным Բոլորդ дождем. ասեք երկնքի անձրև։ Пускай все скажут небесный дождь. Աստված ամեն ինչ արեց, որ խոստացված երկրում Իսրայելի հայացքը միայն նրան ուղված լինի։ Бог сделал все, чтобы взгляд Израиля был направлен только на него. Որտեղ, բայց Իսրայելը Քանանում գիտեր, որ եթե նա երկնքից անձրև չտա, իզուր է ցանածը գետնի վրա։ Израиль сказал, если он не даст дождя, напрасно посеял. Որովհետև Իսրայելը արդեն պատմականորեն գիտեր, Աստված նրան ասել էր, եթե ես անձրև չտամ, այդ երկիրը օրտնված չի լինելու։ Потому что Израиль знал, если Бог не даст дождя, он Քուրեր не будет եղբայրներ, благословен. ոչ շատ աշխատելուց է, И, братья и сестры, не от того, что ոչ քիչ աշխատելուց է, много или мало ոչ работы, տանջվելուց է, не от того, что какие-то ոչ мучения. չգիտեմ ինչից է։ Не знаю, Աստծո խոսքն ասում է, Божье Слово говорит, Աստված երբ որ օրհնում է, Бог, когда նա իր благословляет, օրհնության հետ տանջանք չի տալիս։ Он не дает никакой Ավելին ասեմ, Մուչենիա։ ավելին ասեմ, հարազատներս, Բոլորը սկսում։ Սաղմոսների գիրքն ասում է, в псалмах написано, 127 Սաղմոսի առաջի խոսքը, 126, по-моему, если не ошибаюсь, Դուր Դավիթ ջան, 127 առաջի խոսքը, նայեք ինչ ասում Սաղմոսների գիրքը։ смотрите, что говорит книга Псалмов. Եթե Տերը չշինի տունը, Если Господь не созидит զուր են дом, աշխատում նրա շինողները։ напрасно трудится Եթե Տերը строящий. չպահպանի քաղաքը, Если Господь не զուր է охранит անքուն дом, լինում պահապանը։ напрасно. Զուր է ձեզ համար կանուխ վերկենալը, И напрасно вы рано встаете. ուշ հանգստանալը։ Поздно просиживаете. Դուք որ հացը ցավով եք ուտում, Едите хлеб печали, ինչու որ նա իր սիրելին քուն է տալիս։ тогда как возлюбленному своему он Զուր է дает. հարազատներս։ Սոն։ Բայց եթե Տերը օրհնեց, Но если Бог благословит, բայց եթե Տերը երկնքից անձրև տվեց, если Бог дал իմ дождь с неба, ամենագետնի վրա գցած փոքր սերմը մեծ օրհնություն է տալու։ самое маленькое семя, мое Հավատացողը պիտի ասի большое ամեն։ благословение, Հավատացողը պիտի ասի ամեն։ и верующий должен сказать Ինչ аминь. լավ օրինակ է սա։ Это очень хороший Հիսուսն пример. ասեց, դուք պիտի կերակրեք այդ 5000 հոգուն։ Иисус сказал, вы должны накормить этих Շակերտներն 5000 ասեցին, человек. Տեր, մենք 200 դահեկ անել, եթե ունենանք, բավական չի այս ժողովրդին Если у нас հասարնենք։ будет 200 динариев, этого будет недостаточно. Հիսուսն ասեց, դուք հիշում եք այդ պատմությունը, երբ որ բերեցին նրան ձկները, պատանին Вы փոխանցեց, помните эту историю? Հացը։ Этот мальчик передал рыбы, хлеб. եւ դա շատ քիչ էր այդ 5000-ի Это համար։ было очень мало для Նա 5000. բարձրացեց վերև։ Он поднял на Նա небо. գիտեր երկնքի տեղը։ Он знал, где находится Նա небо. գիտեր որտեղից է եկել։ Он знал, откуда он Նա пришел. գիտեր հորը։ Он знал Отца. Սիրելի եկեղեցի, դու գիտես երկնքի տեղը։ Возлюбленная церковь, ты знаешь, где Դու находится небо? գիտես նա որտեղից որ եկել է, այդ տեղը երկինքն է։ Ты знаешь, откуда он пришел? Это место Հիսուսը неба. վերցրեց այդ փոքր բանը, И Иисус взял это բարձրացրեց небольшое. դեպի երկինք։ Он поднял к Եվ небесам. այստեղ կապ կա այսի մասացի И հետ։ здесь есть связь со Եթե сказанным мною. երկնքից անձրևը չգա, Если не придет քո дождя с небес, քիչն էլ օգուտ չունի, и не напрасно, շատն էլ օգուտ չունի, никакой пользы от того, что չարչարվելն էլ օգուտ у չունի, тебя что-то мало, շուտ ատնանալն էլ օգուտ չունի, мучения не дадут ուշ никакой հանգստանալն էլ пользы. օգուտ չունի։ Рано встаешь или Բայց поздно եթե նրա ложишься, երկնքից անձրև է գալիս, никакой пользы. Но если приходит
сходит дождь с небес, Ես գիտեմ, я знаю, որ նրա օրհնությունը երևալու է իմ что կյանքի его մեջ։ благословение будет в Օրհնյալ моей լինի այն жизни. Աստվածը, Благословен тот որ Бог, երկինքը բացի արել մեզ համար անձրևներ который տալու համար։ открыл небеса, чтобы Ինչ пролить որ մեկը дожди. պիտի ասի И ամեն։ кто-то должен Ինչ որ сказать մեկը պիտի аминь. ասի փառք Տիրոջը։ Кто-то должен сказать слава Богу. Այն ասում որ իմ պաշտում եմ։ И того Бога, которого я Նա է поклоняюсь, երկնքից անձրև տվողը Он, ինձ։ кто дает небесный Հավատացողը дождь պիտի мне. ասի ամեն։ Ամեն։ Տեր օգնի ինձ։ Երկրորդ օրինաց 11:12-ը։ И Второзаконие, 11 глава, 12 стих. Այն երկիրը, որ կմտնեք դուք, В ту землю, куда вы войдете, 12 խոսքն ասում է այդ երկրի վրա этот стих говорит, что на этой земле իմ աչքը կլինի տարվա սկզբից մինչև տարվա վերջը։ мое око будет от начала года до конца Քույրերը года. պայներից որ ամիսն է, И какой сейчас месяц? փետրվար ամիսն է, Это февраль. տարվա սկիզբն է։ Это начало года. Գիտեք, մենք ժամանակակից մարդկանց մտածելակերպի մեջ այնքան ենք խճճված։ И мы настолько как бы запутались в этих современном мышлении. Կա այսպիսի հասկացողություն, պրագմատիկ մտածելակերպ, Есть такое понимание прагматическое ճկուն мышление. մտածելակերպ, Есть какое-то, да. ես ցել եմ դրել, նպատակ եմ դրել։ Я поставил цель. Հիմա կոուչինգներ կան ասում են դիր նպատակդ, Есть коучи, которые говорят, вот поставь հաշվի себе քանի цель. քայլեր պիտի անես, որ դու հասնես այդ նպատակիդ։ Просчитай, сколько шагов тебе нужно делать до твоей Բայց цели. Իսրայելին Աստված ասեց. Но Израилю Бог сказал, Իմ աչքը պիտի լինի ձեր վրա։ мои очи будут над Տարվա вами սկզբից с начала года մինչև տարվա վերջը։ и до конца года. Երանի այն И մարդուն, блажен тот человек, որի տարվա սկզբից մինչև տարվա վերջ Աստծո աչքը նրա վրա է։ в начале года и в конце года Божьи очи над ним. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, ինչ կլինի այն տան հետ, որի վրա Աստծո աչքն է։ что будет с тем домом, на котором очи Ինչ Божьи? կլինի այն եկեղեցու հետ, որի վրա Աստծո աչքն է։ Что будет с той церковью, над которыми очи Божьи? Ինչ կլինի այն զույգի վրա, որի վրա Աստծո աչքն է։ Что будет с той парой, над которыми очи Божьи? Երրորդ Թագավորաց 9-րդ գլխի 3-րդ խոսքում տեսեք ինչ է ասում Սուրբ Գիրքը։ И в 3 царстве, в 9 главе, в 3 стихе, Երբ որ посмотрите, Սողոմոնը что говорит. աղոտ քարեց Տիրոջ տաճարի համար, Տերն ասեց կարևոր բան։ Когда Соломон молился о храме, Бог сказал кое-что Տերն важное. ասեց նրան. И Бог ему сказал, Լսեցի քեզ։ я услышал Իմ молитву առաջին твою, արած աղոթքդ եւ աղաչանքդ лսեցի։ и я услышал молитву и прошение твое, Սրբեցի այս տունը, и я осветил որ դու этот храм, շինեցիր։ который ты построил. Եվ տեսեք սիրելիներս, երեք կարևոր бան է ասում։ И 3 важные вещи говорит. Իմ անունը կդնեմ այնտեղ, Я мое имя поставлю там, իմ աչքը կլինի այդ տան վրա, мои очи будут եւ там, իմ սիրտը կլինի այդ и տան հետ։ сердце мое там. Ուզում եմ հարցնամ, ինչ կլինի այն տան հետ, որի վրա Աստծո աչքն է։ И хочу спросить, что будет с тем домом, где очи Божьи будут там? Ելնելով այս խոսքից, И исходя из этого слова, այն տան վրա, որտեղ кա Աստծո անունը, над тем домом, где пребывает Божье имя, այնտեղ թշնամուն անելու բան չկա там այլևս։ нечего делать врагу. Այն եկեղեցու վրա, որտեղ կա Աստծո անուն, այնտեղ սատանային անելու բան չկա։ Та церковь, над которой Божье имя, там сатане Այն делать нечего. հավատացյալը, որի վրա կանչված է Տիրոջ անունը, սատանան այնտեղ անելու бан չունի։ И тот верующий, над которым Божье имя, там сатане делать Քույրեր нечего. եղբայրներ, Братья и եթե сестры, Հիսուսի անունը ինձ հետ է, если имя Господа էլ Иисуса ինչի՞ս со է мной, պետք ամեն թփիտակ սատանա մանգամ։ то в чем смысл мне под каждым деревом Նրա искать сатану? անունից От его имени դժողքը սարսափում է։ Այն արեք устрашается, դավայ։ устрашается ад. Նրա անունից От его имени սատանան փախչում է։ сатана убегает. Նրա անունից At его имени հիվանդությունն է փախչում։ убегает болезнь. Նրա անունից От его имени խավարը ծրվում է։ тьма просвещается. Նրա անունից От его քուրեր имени եղբայրներ ոչ մի թշնամի չի կարող կանգնել մեր դեմ։ никакой враг не может стать Ինչ перед կլինի нами. այն տունը, որի вրա Աստծո աչքն է։ И что будет с тем домом, над которым очи Գիտեք, Божьи? երբ որ ես վստահ եմ, որ Աստծո աչքը իմ տան վրա է, Когда я уверен, что Божьи очи над моим ուրեմն домом, ես հավատում եմ, я որ знаю, նա վերահսկում է իմ հետ կատարված բոլոր իրավիճակները։ что Он как бы входит в каждое состояние, которое со мной происходит. Он контролирует над всем то, что происходит со мной. Спасибо за Այնտեղ, перевод. որտեղ դու վախենում ես, И там, где ты боишься, այնտեղ, որտեղ դու կասկածում ես, когда ты քույրեր сомневаешься, եղբայրներ, դու պիտի ետ դառնաս, ты должен обратиться եւ назад. դու պիտի հավատաս, И ты должен որ верить, քո Աստծո աչքը քո վրա է։ что Божьи глаза над Շուրար тобой. ինչ որ մեկին եւ ասա, վստահ եղի քո Աստծո աչքը քո վրա И է։ повернись к кому-нибудь и скажи, будь уверен, что Божьи очи над тобой. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, Աստված
Будь Нам- уверен, Божьи очи над тобой. Նա վերահսկում է քո բոլոր իրավիճակները։ И Он контролирует все твои Քո բոլոր իրավիճակների состояния. վրա նա Տեր է։ Он Господь над каждым твоим Ընտանիքիդ состоянием. մեջ խնդիր ունես, Если у тебя есть проблемы в Հիսուսը семье, Տեր է։ Иисус Господь. Առողջականիդ հետ խնդիր У тебя ունես, есть проблемы со здоровьем, Հիսուսը Տեր է։ Иисус Господь. Երեխաներիդ հետ խնդիր ունես, И если у тебя есть проблемы с Հիսուսը детьми, Տեր է։ Иисус Господь. Աշխատանքիդ հետ խնդիր ունես, Если у тебя есть проблемы с Հիսուսը работой, Տեր է։ Иисус Господь. Հարաբերությունների մեջ խնդիր կա, Если у тебя есть проблемы в Հիսուսը отношениях, Տեր է։ Иисус Господь. Ծառայության մեջ խնդիր կա, Если у тебя есть проблемы Հիսուսը Տեր է։ Иисус Եկեղեցու Господь. մեջ խնդիր կա, Հիսուսը Տեր է։ Օրհնյալ լինի այդ Տիրոջ անունը մեր կյանքի մեջ։ Если с переводом проблемы, Иисуса Тера. Գոնե էդի ճիշտ ասիր։ Հարազատներս նրա աչքը մեր վրա է։ И его глаза над нами. Եվս մի հարց։ И еще один Ինչ вопрос. կլինի այն տունը, որի հետ Տիրոջ սիրտն է։ Что будет с тем домом, где находится Որտեղ Божье գրված է, сердце? այնտեղ կլինի իմ սիրտը։ Потому что он говорит, там будет мое сердце. Ո՞վ է հավատում, որ Աստծո սիրտը իր հետ է։ Кто верит в то, что Божье сердце? Իսկ с ինչ ним? ես հասկանում դրանով А что հարազատս։ ты этим понимаешь? Գիտեք ես ինչ եմ հասկանում։ Знаете, что я понимаю? Ես հասկանում եմ, Я понимаю, որ նա հավիտենական կապերով է կապված ինձ հետ։ что он связан со мной вечными узами, связью. Հավիտենական կապերով է կապված նա ինձ Вечными հետ։ узами он связан Եվ եթե со мной. ինչ որ մի բան էլ կապի ինձ, И если что-то меня будет եւ связывать, փորձի ինձ ետ նա տանել, и что-то попытается меня вести назад, ես հավիտենական կապով կապված եմ նրա հետ։ я связан с ним вечными Եվ դրա համար связями. Տերն ասեց. И поэтому Господь Երբ որ դու сказал, գնաս այդ երկիրը, когда ты пойдешь в эту землю, իմ աչքը քո վրա է, мои Արսեն ջան։ очи будут над тобой, Арсен Джан. Գիտեք, այն երեխուն տեսնում եք, որ հիմա խանգարում է սաղին։ И вы видите ребенка, который всем мешает. Գիտեք իր նպատակը որն է։ Знаете, в чем ее цель? Հորն է մանգալի։ Она ищет отца. Լուրջ եմ ասում, հորն է մանգալի։ Я серьезно говорю, она ищет Ինքը отца. լնայք լարված ոնց է նստել Ռեբեկայի գրքին։ Посмотрите, как она напряженно села. Հələ թողեք խնդրում եմ։ Отпустите ее. Ուշադիր նայեք։ Посмотрите на нее внимательно. Վերջ։ Իսկ մենք գիտեք շատ հաճախ երբ որ մեծանում ենք հոգևոր, А знаете, когда мы духовно растем, մենք մեր հոր կողքը պատտվում ենք, мы вокруг нашего отца кружимся. Մի հատ բացատրի հասկանամ սա ինչ է, Объясни, чтобы мне понять, что это. բայց մի հատ բան кա։ Но есть кое-что. Բռնել։ Ես Я тоже могу перевести. Սիրելիներս, ես մի բան ասեմ։ И я кое-что скажу. Ինձ թվում է մենք ինչ որ միտեղ մեր անկեղծությունը կորցրել ենք Աստծո Мне кажется, հարաբերությունների что мы մեջ։ где-то потеряли искренность в отношениях с Богом. Ես իմ աղջկան եմ մեկ-մեկ ասում, որ մտնում ա տուն, ասում եմ, «Բալա ջան, հարի մի հատ բաչեմ»։ И я иногда говорю своей дочке, говорю, давай я тебя поцелую. Ինձ համար աննորմալ է, որ մեկի ծնողը ցանկություն չունի իր երեխուն բաչի։ Для меня ненормально, что кто-то не хочет Մեր поцеловать своего Աստված այդ ребенка. խնդիրը չունի։ И у Бога нету такой проблемы. Բայց ինձ թվում է մենք այնքան ենք մեծացել, И нам кажется, что мы настолько выросли. համբյուրեք որդուն, Սուրբ Գիրքն ասում է։ Целуйте ваших Սաղմոսների детей. Գիրքն ասում է, Об этом համբյուրեք говорит որդուն։ псалмопевец. Ինչ որ անկեղծության վերականգնելու կարիք ունենք, И нам важно восстановить искренность, որովհետև նրա աչքը մեր վրա է։ потому что его очи над нами. Հավատացողը պիտի ասի, Верующий должен сказать. հավատացողը պիտի ասի, Верующий должен сказать. ամեն, ամեն եկեք օրհնենք Տիրոջ անունը։ Давайте սիրելիներ։ благословим его. Ես այստեղ շատ կետեր ունեմ գրած, բայց ընդամենը երկու կետ շատ արագ ասում եմ ու գնանք տուն։ У меня много пунктов, но буквально 2, и мы пойдем домой. Երկրորդ, ներողություն, հաջորդ բանը։ Следующее. Տերն ասում է, երբ կմտնես այն երկիրը, որ ես խոստացել եմ, Господь говорит, когда ты войдешь в ту землю, которую я обещал тебе, բաց արեք ինձ այդ 11-ի 18 համարը։ откройте 11 главу, 18 стих. Այ հիմա մենք պիտի շատ լուրջ մտածենք։ Вот сейчас мы должны серьезно подумать. Այս է իմ խոսքերը ձեր սրտի եւ հոգու մեջ դրեք։ Итак, положите сии слова мои в сердце вашей душу. Նրանց նշանի համար ձեր ձեռքերի վրա կապեցեք։ Навяжите их в знак в руку в свою. Նրանք ճակատանոց լինեն ձեր աչքերի И да մեջտեղ։ будут они повязку над глазами вашими. Եվ տեսեք ինչ И ասում։ посмотрите, что говорит. Ձեր տղաներին И учите сыновей своих. սովորեցրեք, Учите.
խոսի իմ խոսքը, говори о них, տանդ նստած ժամանակը, когда ты сидишь в доме твоем, ճանապարհ գնացած и ժամանակը, когда идешь дорогою, ճանապարհ պարկած ժամանակը, и когда ложишься, վեր կենալու ժամանակը, и когда встаешь. գրի նրանց քո տան դրանդիկների И վրա, напиши դռների их վրա, на косяках дома твоего որպեսզի շատանակ, и на воротах твоих, շատանան дабы ձեր օրերը ваши дни на земле, который Господь եւ умножит, ձեր երեխաների օրերը շատանան։ и дни детей твоих было много. Գիտեք ինչքան երեխաներ գիտեն, որոնք չեն ուզում եկեղեցի կան, գիտեք ինչի Вы համար, знаете, я столько սիրելիներս։ детей знаю, которые не хотят идти в церковь. Знаете почему? Որովհետեւ տունը այդքան էլ լավ չեն խոսել եկեղեցու մասին։ Потому что дома не настолько хорошо говорили о церкви. Գիտեք, մարդիկ գիտեն, որոնց երեխաները չեն ուզում ծառայեն ծառայություններում, գիտեք ինչու։ И знаете, есть дети, которые не хотят служить в Որովհետեւ церкви. իրանք Знаете այդքան почему? էլ լավ տոնով չեն խոսել այդ ծառայության առաջնորդի մասին տունը։ Потому что дома не очень хорошо говорили о лидерах служения. Գիտեք ինչու шатերի երեխաները չեն ուզում հավատացյալների հետ եկեղեցում ամուսնանան, И знаете, почему многие дети не хотят որովհետեւ շատ жениться или ծնողներ выходить замуж за верующих? իրանց տունը նստած ժամանակ ասեն, այդ եկեղեցում տղա չկա, աղջիկ չկա։ Потому что родители очень часто Չէ, говорили, կա, պրոս իրանք չեն ասում լավը в этой չի։ церкви нету парня или девушки. И есть, но они не говорили, что они хорошие. Լավ։ Գիտեք սիրելիներս ինչու շատ երեխաներ չեն ուզում հավատքի կյանքի մեջ լինել։ Թույլ տվեք սա ասեմ, այս հերթականությունը ձեզ պետք է լսել, Почему многие дети не хотят быть в вере? որովհետև երբ որ ժամանակին այն որ ինքը փոքր էր, պիտի իր կամքին չնայելով բերեր ասոտուն, դաստիարակեիր նրան։ Потому что когда в детстве ты должен, несмотря на него, вести его в Божий дом, Ես ես чтобы վերջերում он воспитался. ես ես վերջերում մի հատ հորից մի հատ արտահայտություն լսեցի, Я недавно от одного отца услышал. կնոջն ասեց, չտանես իմ երեխաներին եկեղեցի, Он сказал своей жене, не веди моих детей в որովհետև церковь, իրանք դեռ չեն մեծացել, потому что они еще не выросли. իրանք դեռ չգիտեն դա իրանք պետքա թե չէ։ Они еще не знают, им это нужно или нет. Հայ տղամարդ է։ Он армянский мужчина. Կներեք սիրունես այդ արտահայտության համար, Простите. էշի ծնգա երբ որ լսեցի։ Я упал со своего сосла, когда это услышал. Էնել հայ տղամարդը ասի թողի մեր երեխեն մեծանա նոր ինքը հասկանա դա իրան պետքա թե չէ, հավատքը։ И то, разве армянский мужчина может сказать это? Ես մի քիչ կասկածանք ունեմ։ И у меня есть сомнение. Միայն մի բան կա, որ մխիթարում է Տիրոջ ողորմությունը։ Есть только одно, Божья милость, которая утешает. Իսկ ինչ ասում Աստծո խոսքը։ А что говорит Божье Слово? Ասում է, երբ որ նստես տունը երեխաներիդ հետ, Когда ты будешь сидеть со своими детьми дома, պարկես նրանց հետ, будешь ложиться с ними, վեր կենաս, вставать, գնաս, будешь идти в дороге быть. երբ որ քո երեխաները տնից դուրս գան, նայեն դրանդիկների վրա, այնտեղ բան գա, Когда твои կարդալու, дети будут выходить и видеть что-то на косяках ասում дверей, է, խոսի իմ խոսքը։ говори мое слово, говорит Господь. Սիրելիներս, երբեք ձեր երեխաների հետ բաց արել Սուրբ Գիրքը, Когда вы с եւ своими որպես детьми տան ծնող նրանց հետ ուսումնասիրել Աստծո խոսքը։ открывали Библию и как родители изучали ее с ними. Ով գիտի 21-րդ դարի սոսկեն, Кто знает Соска 21 года, ոտ, века, простите. լետեսեք ծնո, դա հեռախոսն է։ Это телефон. Ար վերին գիտեք մի խանգարի։ И возьми и не Сериал եմ мешайся. նայում։ Я смотрю сериал. Լավ հասկանալի է սիրելիներս, Это понятно. այնտեղ աշխարհում, Но там мир, այստեղ։ а здесь. Ես քեզ լուրջ եմ ասում։ Я серьезно Երբ тебе ես говорю. վերջի անգամ քո զավակների հետ նստել կամ ասել բալեքս, եկեք քանի տուն ենք իրար հետ մի հատ լավ աղոտ կանենք։ Когда ты последний раз собирал своих детей и говорил, Չէ, давайте չէ, хорошо ես помолимся? քո հարցին կպատասխանեմ, Я որ դու отвечу ինձ на հարցես твой տա, դու вопрос, տենց անում который ты ես։ себя Այո, տենց անում спрашиваешь եմ։ меня, я так делаю или нет? Я говорю, Տենց да, անում я եմ։ так делаю. Երկու աղջիկս վկա։ И свидетели мои две дочки. Վարդան եղբայր անում ենք տենց, Брат Вартан, вы так делаете? Զորիկ եղբայր անում ենք տենց։ Հակոբ եղբայր անում ենք տենց։ Արսեն եղբայր անում ենք տենց։ Ձուկը բոլոկին ով է հիշում այդ կինոյի խոսքերը։ Հարազատներս մենք այս խոսքը մեզ փաստի առաջ է կանգնեցնում։ Родные, это слово нас ставит перед фактом. Գիտեք,
Ում է պետք իմ հեղինակությունը, եթե ես իմ ընտանիքում հոգևոր հեղինակություն չունեմ։ Кому нужен мой авторитет, если в моей семье нет духовного авторитета у меня? Ում է պետք են հեղինակությունը, որը ծնվել է նրանից, որ ես քանի դեռ տուն փող եմ բերում, ես հեղինակություն ունեմ իմ տան մեջ։ Кому Այդ нужен тот հեղինակությունը ինձ авторитет, պետք который չի։ исходит из того, что я только приношу финансы в мой дом? Բայց Երանի այն ծնողին, Но блажен тот որին родитель, հաջողվել է հոգևոր հեղինակություն դառնա իր տան մեջ։ которому удалось быть духовным авторитетом у себя дома. Այստեղը ոնց է խառնվել իրար, չգիտեմ, կամ չեն ուզում լսեն, կամ ուզում են հարազատներս, լավ, կատակը մի կողմ։ И шутки в сторону. Ինչ կասեք կորխի ներողություն Ղովտի մասին։ Что вы скажете о Лоте? Ինչ կասեք Ղովտի Что մասին։ вы скажете о Лоте? Ասում է, երբ որ Տերն ասեց գնա ընտանիքի հավաքի դուրս արի։ Когда Бог ему сказал, собери свою семью и Ով է выйди. հիշում ինչ ասեցին այն փեսեկը որ պիտի դեռ ով է հիշում ինչ Кто помнит, ասեցին։ что сказали Ով է հիշում зятья? Кто помнит, что сказали зятья? Վա ինձ որ ես իմ փեսու мод հոգևոր հեղինակություն չլինեմ։ Горе мне, если я не буду духовным авторитетом перед своим Չէ, ես լուրջ եմ ասում, սիրելիներս։ зятям. Գիտեք Ղովտի մասին ինչա գրած։ И знаете, что написано о Ասում է, երբ որ Лоте? Ղովտը գնաց ասեց դուրս եկեք, փախչենք, որովհետև Տերը կործանելու է։ Когда Лот сказал, давайте убежим отсюда, потому что Бог разрушит это место. Ասում է Ղովտը նրանց համար կատականողի պես И էր։ написано, что Лот для них был человеком, который шутит. Քան լուրջ մարդ էր։ Он был несерьезным Մեր ասած человеком. հոգևոր баները լուրջ չէին ընդունում։ Они духовные вещи не воспринимали Քույր серьезно. եղբայրներ, ինչ կասեք Հեղիի մասին։ А что вы скажете об Իլի, Илии? ինչ կասեք։ Что вы скажете об Илии? Ինչ կասեք Դավիթի մասին Աբիսողոմի հետ կապված։ О Давиде, который связан с Авесоломом? Что вы Հարազատներս скажете մենք о нем? լուրջ բան ենք լսում հիմա։ И мы серьезные вещи сейчас слышим. Ասում եմ, երբ որ քո երեխաների հետ նստես, Когда ты будешь сидеть со своими детьми, խոսես Աստծո խոսքը։ будешь говорить Божье Слово. Գոնե, եթե հանկարծ նրանք դեռ հավատքել չեն գալիս։ Хотя бы, если даже они не приходят в веру, Հավատացեք սիրելիներս, երբ որ նրանք կլինեն դպրոցում, поверьте, когда они будут в школе, աշխատանքի տեղը, на работе, ընկերների հետ, вместе с եւ եթե նրանց друзьями, առաջարկեն ամբարաշտություն անելու, и если им предложат делать какой-то անգամ այն грех, պահին, երբ որ նրանք իրեն ձեռքը կերկարեն այդ չարություն անելու, даже если они протянут руку, чтобы сделать նրանց вот эту вот հոգու հետ грязь, խոսելու այն խոսքը, որ դու խոսել ես նրանց հետ, с ними будет говорить то слово, которым ты говорил с ними. որովհետեւ Աստծո խոսքը զորավոր է։ Потому что Божье Слово, оно сильно. Հավատացողը պիտի ասի ամեն։ И верующий должен сказать аминь. Օրհնյալ է այն Աստված, Благословен тот Бог, որ մեր երեխաների կյանքի մեջ օրհնության խոսք է փոխանցել։ который передал слово благословения в жизни наших детей. Հավատացողը պիտի ասի И ամեն։ верующий должен сказать аминь. Եվ ես ուզում եմ Վիկա ջան, դու ես բարձրանալու, բարձացի բալես։ Ուզում եմ վերջացնեմ, И хочу закончить. թեկուզ ես կուզենայի մի քիչ անեցքից էլ խոսեի, բայց ժամանակս հերիք չի։ Несмотря на то, что я хотел говорить о проклятии, но время не достает. Երկրորդ օրինաց 11-րդ գլխի 22-25 համարները։ И 23 и 25 стих этой главы. Տերն ասում է, երբ որ դու գնաս այդ երկիրը Когда ты пойдешь в эту եւ землю պահես իմ и խոսքը, будешь соблюдать мои заповеди, Եհովան էլ այն ամեն ազգերը ձեր առաջից կքշի։ и Господь изгонит все народы от лица Դուք вашего. կտիրեք ձեզանից մեծ եւ զորավոր ազգերի И վրա։ вы будете обладать народами, которые больше и сильнее вас. Ձեր ոտքի ամեն կողած տեղը ձերը կլինի։ Всякое место, на которое ступит нога Ձեր ваша, սահմանը будет ваше. այստեղից եւ այնտեղ կլինի, չկարդամ էլ։ От пустыни Ливана до реки Ефрата будет Ոչ ваше. մեկ չի կանգնի ձեր դեմ։ Никто не устоит против Ձեր вас. վախը եւ ձեր սորսկումը ձեր Եհովա Աստվածը կգցե ձեր ամեն կողած երկրի վրա։ Господь Бог наведет страх и трепет перед всеми, на всякую землю, которую вы ступите. Ինչպես որ ձեզ ասել է։ Как я говорил вам, как Он говорил вам. Գիտեք, ես այս խոսքերի մեջ տեսնում եմ, որ Աստված ասում է, այո, ձեր կյանքի մեջ И я вижу в этих словах, Он говорит, да, в вашей жизни տեղեր են լինելու, որ ձեզանից բարձր է լինելու։ будут места, которые будут выше Դուք вас. այդտեղ ձեր ուժով չեք Вы բարձրանա։ своими силами туда не подниметесь. Այս խոսքերի մեջ ես տեսնում եմ, որ Աստված ասում է, Я вижу в этих словах, что Бог говорит, իրավիճակներ են լինելու, որ ձեզանից զորավոր են լինելու։ обстоятельства будут, которые сильнее вас. Եվ ինձ համար ակնհայտ է, И для меня понятно, որ Իսրայելի համար что для Израиля զորավոր էին Ենակիմի որդիները։ были сильные сыны Янакова. Դավիթի համար И для Давидова զորավոր էր Գողիաթը։ был силен Голиаф. Դանելի համար Для Даниила զորավոր էին առյուծները։ были сильны эти
Եվ այսպես կարող եմ И շարունակել так я могу սիրելիներ։ продолжать. Բայց երբ որ Но когда նրանք մնացին Աստծո հետ, когда они остались вместе с Богом, փոքր Գողիաթը կործանեց, փոքր Դավիթը կործանեց մեծ этот Գողիաթին։ маленький Давид убил большого Բայց երբ որ Голиафа. Իսրայելը И հնազանդվեց, когда Израиль подчинился, փոքր Իսրայելը հաղթեց Ենակիմի որդիներին։ маленький Израиль победил этих Բայց երբ որ больших сынов Դանիելը մնաց Янаковых. Աստծո И հետ, когда Даниил остался с Богом, փոքր Դանիելը հաղթեց маленький առյուծներին։ Даниил Դուք победил տեսնում եք этих այս львов. կոնտրաստը, Вы նորից ասեմ видите այս этот բառը։ контраст. Դուք տեսնում եք այս Вы տարբերությունը։ видите это различие. Նա հավատարիմ է, Он верит, որ մեզ հաղթանակ տա чтобы дать нам մեր победу կյանքի Գողիաթների վրա, սիրելիներս։ Голиафа в нашей жизни. Ինչ որ մեկը И պիտի кто-то ասի, должен сказать ամեն։ аминь. Ընտանիքիդ մեջ Գողիաթ ես տեսնում։ Если ты видишь в своей семье Голиафа, Երեխաներիդ կյանքի մեջ в Գողիաթ ես жизни տեսնում։ своих детей видишь Голиафа, Քո առողջության մեջ Գողիաթ ես տեսնում, նորից в ասեմ твоем այս բառը։ здоровье видишь Голиафа. Քո Աստվածը զորավոր է։ Бог силен. Նա կարող է քեզ հաղթանակ Он տալ։ может дать тебе Եվ մենք победу. այստեղ է որ կարող ենք ասել։ И мы здесь, и мы можем сказать, Ամեն բան все, մենք կարող ենք могу մեզ զորացնող в укрепляющем Հիսուս меня Քրիստոսով։ Иисусе Христе. Ամեն բան կարող ենք Все նրանով։ можем в Միայն թե укрепляющем նրա меня. խոսքը Только Его Слово, պահենք մեր սրտի մեջ чтобы սիրելիներս։ мы соблюдали, Սա держали в нашем արքայության сердце. պահանջ է։ И это требование Царства. Սա արքայության մեջ եղած օրհնություններն են։ Это благословение, которое есть в Царстве. Անձրևը երկնքից, Дождь с небес. նրա աչքը ամեն օր։ Его очи каждый день. Նա է որ մեզ կտանի մինչև վերջ։ Он будет нас, доведет до конца. Օրհնյալ լինի նրա անունը։ Пускай будет благословено Եկեք Его կանգնենք имя. ոտքերի Давайте վրա։ встанем на ноги. Եվ ուզում եմ չասեմ եկեք առաջ այն մարդիկ, որոնք առաջի անգամ են։ И не хочу говорить, чтобы вышли вперед люди, Чем которые в он первый зубасен? раз. Ուղղակի ուզում եմ Արման